Բարև ձեզ, Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսն է եթերում, այսօր մեր հյուրն է մասնագիտությամբ լրագրող, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, բարև ձեզ։ Նախ շնորհավորանքներս մեկ ամսյակի կապակցությամբ։ Փոխադարձաբար ես էլ քեզ շնորհակալ ենք, ակտիվ անցնենք հարցերին արագ-արագ։ Արայիկ Խաչատրյանը հարցնում է, հարգելի Մարգարիտ, այդ կրծքանշանը թույլ մի տվեք, որ ձեզ փոխի, իսկ մարդկանց կյանքը փոխվել է դեպի վատը։ Ապագայի մասին ձեր պատկերացումը։ Շնորհակալություն հարցի համար։ Չկա կրծքանշան այս պահին գոնե։ Կրծքանշան գոնե այս պահին չկա, այդուհանդերձ ես հասկանում եմ հարցի փոխաբերական իմաստը եւ հասկանում եմ ռադիո լսողների եւ ընդհանրապես մեր հասարակության մտավախությունը, որովհետեւ մարդիկ ինձ բոլորովին այլ կերպարի մեջ են տեսել եւ մոտ 20 տարի եւ ավելի տեսել են որպես լրագրող, որը լուսաբանում է առանց կողմնակալության եւ ընդդիմությանը եւ իշխանությանը, ես ըմբռնումով եմ մոտենում, հասկանում եմ, որ կուզեին շարունակել ինձ այդպիսին տեսնել, որը երկու կողմերին է լուսաբանում է եւ ոչ մեկի կողմինը չէ, բայց ես կարծում եմ ցանկացած մարդու կյանքում գալիս է մի այնպիսի պահ, երբ որ այդ մարդը արդեն իր արած աշխատանքի ինչ որ մի պահին ուզում է դնել վերջակետ եւ նոր փուլից սկսել իր գործունեությունը, չեմ ուզում վերամբարձ եւ ճռճռամբարեր օգտագործել, բայց մեր բոլորի երկրի ավելի զարգացման, ավելի բարգավաճման եւ ավելի լավ հեռանկարի համար ես միշտ էլ կարծիքին եմ եղել վերջին արդեն 1 տարում շարունակ դրա մասին ասում եմ, ուղղակի կրկնվելով ասեմ, որ լրագրության մեջ ես կարծում եմ արդեն արել է այն ինչ կարող էի անել եւ նորություն ու թարմություն այլևս ուղղակի չէր ստացվում եւ կարծում եմ ես ինչ որ պահից արդեն սկսել էի կրկնվել, այդ պատճառով եղավ առաջարկը մտնել քաղաքականություն, ինքս նաև ունեի այդպիսի ցանկություն, որովհետև հասկանում էի, որ ունեմ արդեն կարծիք, դիրքորոշում եւ արդեն ուզում եմ ոչ թե հարցեր տալ, այլ պատասխաններ եւ կատարվեց դա։ Ես խոստանում եմ Արայիկին, որը որևէ կրծքանշան եւ որևէ քաղաքական կողմնորոշում ինձ, որ Մարգարիտ Եսայանին ուղղակի չի կարող փոխել, որովհետեւ սա, այսինքն Մարգարիտ Եսայանը շատ լուրջ եւ ամուր հիմքեր ունեցող կերպար է կներեկան համեստության համար եւ ես կարծում եմ իմ ներկայությունը որոշ տեղերում եւ որոշ հարցերի քննարկման ժամանակ կարող է ինչ-որ բաներ փոխել եւ ի պատիվ այն կուսակցության, որին այսօր ես անդամակցում եմ, պիտի ասեմ եւ կուսակցության նախագահի, որ իրենք դա տեսան, գնահատեցին եւ հենց իմ այստեղ լինելը դրա մասին է վկայում, որ իրենք նույնպես ուզում են շատ բաներ փոխել։ Ամեն դեպքում շնորհակալ եմ լուրջ ու հարուստ անցյալ ունեցող պատգամավորից մեկն է այսօր մեր հյուրը, խնդրում եմ այն հարցերը, որոնք այս պահին կգրեք, ես ուղղակի խնդրում եմ հնարավորինս կոռեկտ լինել, որովհետև կային այդպիսի հարցիկ, որոնք եթե կարելի է, չգիտեմ ձեր ֆորմատը ինչպիսին է, բայց ես ուզում եմ անպայման դրանց մասին խոսել, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարցեր են գրել, եւ նրանք, ովքեր չեն գրել, եւ բոլոր նրանց, ում հարցերը ուղղակի Ազատություն ռադիոկայանը պահպանելով լրագրողական էթիկայի եւ քաղաքավարության կանոնները ջնջել է, մաքրել է եւ չի հնչեցնելու հիմա, նաեւ նրանց եմ ուզում շնորհակալություն հայտնել եւ ասուլիսի հենց սկզբում ուզում եմ հարցս իրենց, ոչ թե հարցս այլ խոսքս իրենց ուղղել, ես ես բոլորիդ շատ լավ հասկանում եմ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք սրտի ցավ եք ապրում, որ կորցրել եք մի լրագրող, դա ուղղակի իսկապես ինձ ուրախացնում է։ Բայց նաև հասկանում եմ, որ մարդիկ իրենց վրդովմունքը, իրենց բարկությունը, իրենց ջղայնությունը եւ դժգոհությունը որոշ ավելի վիրավորական կամ ավելի ազդեցիկ բառերով են փորձում ներկայացնել, ես դա էլ եմ հասկանում։ Եվ իսկապես որևէ ձևական բան հիմա չկա նրանում, ինչ որ ես ասում եմ, ես բոլորին իսկապես շատ լավ ըմբռնումով եմ մոտենում, գուցե ինչ որ մի իրավիճակ լինել, ես նույնպես իմ էմոցիաները արտահայտեի այնպես, որոնք հարիր չեն էթիկայի կանոններին, պարզապես մի բան պիտի բոլոր ռադիո լսողները, ընթերցողները կամ մեր ունկնդիր հասարակությունը եւ բոլորը մի բան իմանան։ Եթե այսօր ես եմ հյուրը եւ ուղղակի մասին եք խոսում, էլի անհամեստ ինչ որ բան է ստացվում, այդուհանդերձ ուզում եմ ասել, երբեք ես չեմ անի եւ չեմ պատրաստվում անել քայլեր, որի համար նախ առաջին հերթին իմ ընտանիքը անհարմար կզգա, երկրորդը իմ ընկերները անհարմար կզգան, այն ընթերցողները, որոնք ես ունեցել եմ այս տարիների ընթացքում անհարմար զգան, դա վստահաբար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, ուղղակի գիտեք, խնդրանքս ոչ իմ մասով եւ նաեւ իմ մասը օգտագործելով, ասեմ, որ ընդհանրապես քաղաքական գործիչներին, լրագրողներին, հասարակության ներկայացուցիչներին գեղեցիկ չէ, երբ որ հայոյախառն, վիրավորական, անձը վիրավորող ինչ որ մաղդիրներով եք, որտեվ պատկերացրեք հակառակ կողմը նույնպես այդպես սկսի, այսինքն մենք կորցնենք մեր ոսկեղենիկ հայերենը, մենք սկսենք իրար հետ խոսել, հաղորդակցվել հայոյանքի լեզվով, որը մեզ ոչ միտեղ չի տանելու բացապես։ Հիմա անցնենք առաջ, Տիկին Եսայան, թե դեմ չեք, կան հարցեր, որոնք կոնկրետ ձեր
ցիտում են այնտեղ ձեր խոսքերը, ձեր քայլերը, որոնք շատ լավ։ Սիրով լսում եմ բոլոր հարցերը։ Դրանք Իրայր Մուրադյանը հարցնում է Տիկին Եսյան, երբ ՀՀԿ-ն այլևս չլինի իշխանություն, դուք ձեզ որտեղ եք պատկերացնում։ Գիտեք, ես ապրել եմ մեր երկրում նաև այն ժամանակ, երբ որ ես չեմ եղել որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, եւ ես ինձ պատկերացնում եմ Հայաստանի Հանրապետությունում, այնտեղ որտեղ եմ այսօր, եւ այդ կուսակցական պատկանելությանը պետք չէ այդպես հիվանդագին եւ նեղ շրջանակով ընկալել դա։ Ես կգտնեմ տեղ, որտեղ որ ես կլինեմ, որովհետեւ ես կարծում եմ ես ունեմ գրիչ, ես ստեղծագործում եմ, առաջիկայում իմ գիրքը արդեն հրատարակչությունում է եւ կտպագրվի, այնպես որ թող ռադիոլսողը չան հանգստանա դիրայրը, ես իմ տեղը կգտնեմ եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ լինի կուսակցության անդամ թե չլինի, ինքը ունի անելիք անկախ այս կամ այն կուսակցությանը անդամակցելուց։ Լավ, Արման Ուշեղյան, ողջունում եմ տաղավարում գտնվող կանանց, շնորհավոր ձեր տոնը, շնորհակալ ենք։ Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր ռադիոլսող, դիտող եւ գրածս կարդացող կանանց մեկ ամսյակը Տիկին Եսյան ամենայն հարգանքով, բայց պետք է տամ այս հարցերը իմանալով, որ կարող է մինչև վերջ անկեղծանալ, բայց դե ապավինում եմ ձեր անկեղծությանը, ազնվությանը եւ հուսամ ուրիշների ասածները չեք կրկնի։ Դուք նույնպես կարծում եք, որ ազգային ժողովում օլիգարխներ չկան։ Շնորհակալություն Արման ջան հարցի համար։ Իդեպ ասեմ ձեր ռադիոլսողներին, որ այստեղ գալուց առաջ մենք որոշ ժամանակ մի քանի րոպե Արմանի հետ զրուցել ենք ուղղակի հենց ազգային ժողովում։ Ես շնորհակալ եմ շատ կոռեկտ եւ գրագետ հարցերի շարադրման համար եւ շատ հարցերում անկեղծ ասած ես ու Արմանը համամիտ էինք ընդհանրապես էթիկայի եւ այլ կանոնների հետ կապված եւ ուզում եմ ասել, որ մենք չմոռանանք օլիգարխ բառի բացատրությունը, ինչն է օլիգարխ նշանակում, այսինքն որևէ մեկը չի հերքում, որ այսօր եւ հանրապետական կուսակցության խմբակցությունում եւ Բարգավաճ Հայաստանի խմբակցությունում եւ նաեւ ինչու ոչ մի քանի այլ խմբակցություններում կան մարդիկ, որոնք շատ հարուստ են, որոնք ունեն կապիտալ, որոնք ունեն հարստություն, իհարկե նրանք իրենց բիզնեսը տվել են, այսպես ասեմ, կառավարման, պահպանելով սահմանադրության նորմը, այդուհանդերձ օլիգարխ բառը ինքը հատուկ իմաստի նշանակություն ունի, հատուկ բացատրություն։ Օլիգարխը այն գործիչն է կամ օլիգարխները այն գործիչներն են, որոնք իրենց գործունեությամբ ազդում են քաղաքական գործընթացի վրա։ Ես խնդրում եմ մի հատ նայեք հանրապետական կոնկրետ խմբակցության այն մեծահարուստներին, որոնք կան, այո, խմբակցությունում, եւ ասեք անուններով, թե նրանցից որ մեկն է այսօր ազդում Հայաստանի քաղաքական գործընթացների վրա, ոչ մեկը։ Այսինքն որպես օլիգարխ բացատրություն չկա նման բան։ Որպես շատ հարուստ մարդիկ, տնտեսություն ունեցող, բիզնես ունեցող, այո, կա իհարկե, բայց օլիգարխ բառի բացատրությունը հենց այն է, որ այդ մարդիկ օլիգարխները ազդում են որևէ երկրի քաղաքական գործընթացների վրա։ Այս բան համենայն դեպս ես չեմ տեսնում եւ կարծում եմ ստապ նայելու դեպքում որևէ մեկը չի տեսնի այնպիսի գործիչ այդ խմբակցությունում, որը իր գործունեությամբ ազդում է երկրի քաղաքական գործընթացների վրա։ Այսօր երկրի քաղաքական գործընթացների վրա ազդում են քաղաքական ուժերը, ազդում է հանրապետական կուսակցությունը, ազդում է Բարգավաճ, ազդում է Ժառանգությունը, ազդում է Դաշնակցությունը, օրինաց երկիրը քաղաքական ուժ, բայց իրենք ազդեցություն չունեն առանձին, չէ, եւ զուտ տեխնիկական մասը պահպանվել է այնուամենայնիվ, եկեք ընդունենք ի տարբերություն որոշ ժամանակներ առաջվա, երբ որ այդ տեխնիկական մասն էլ չէր պահպանվում։ Լավ, անցնենք առաջ, ամեն դեպքում ֆորմատն այնպեսին է, որ մենք պարտավոր ենք կարդալ միայն ունկնդիրների հարցերը։ Արմանը շարունակում է, ինչ եք կարծում կանոնավոր падգամավորներ, որ չլինեն, այլ լինեին այսպես գրագետ, կիրթ, հանդուրժող եւ արհեստավարժ падգամավորներ, ազգային ժողովի աշխատանքը ավելի արդյունավետ կլիներ, թե նույնը կլիներ։ Վստահաբար ավելի արդյունավետ կլիներ, համամիտ եմ Արմանի հետ։ Բայց մականուններն էլ շատ հարաբերական բաներ են, գիտեք, այդ մականունները ես հիշում եմ ինչ որ մականունավորները փորձում էին այս տարիների ընթացքում, ընդ որում ես էլ որպես լրագրող աշխատած ժամանակ շատ եմ այդպիսի նյութեր գրել, փորձում էին բացատրել, կոմենտ անել իրենց մականուններին, եւ երբ որ գնում էին խորքը, հասնում էին մինչեւ իրենց մանկություն, եւ փորձում էին բացատրել այդ մականունների իմաստը։ Օրինակ իմ հայրը շեկ է եղել մանկությունից եւ նրա այսպես ասեմ մականունը, բայց ոչ այն քաղաքական իմաստով ինչպես այսօր կա, ասում էին իրեն կյաշ։ Հիմա այդտեղ դրա մեջ ես որևէ արտառոց եւ սարսափելի բան չեմ տեսնում եւ բայց համամիտ եմ Արմանի հետ, որ խորհրդարանը իդեպ այս վերջին խորհրդարանում կարծում եմ այդ փոփոխությունը արդեն պիտի որ նկատելի լինի եւ համեմատության մեջ եթե նայում ես ավելի շատացել են կենսագրություն ունեցող, ավելի գրագետ եւ մարդիկ, որոնք ուղակի եկել են հենց օրենսդիր աշխատանքով զբաղվելու։ Լավ, հարցնում է դուք պետության կառավարման նախագահական թե պարլամենտական մոդելի կողմնակիցն եք։
Ես այն մոդելի կողմնակիցն եմ, որը այսօր գործում է, կարծեմ դա ֆրանսիական մոդել, Ֆրանսիայից վերցրած տարբերակն է կիսանախագահականի նման, նախագահական եւ խորհրդարանական, եւ որ այո, կարծում եմ այս պահի համար մեր երկրի համար սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք հիմա այնպիսի զարգացման այսպես աստիճանի վրա ենք, որ բացարձակ խորհրդարանական մոդելը չեմ կարծում, որ արդյունավետ կարող է լինել։ Եվ Արմանի վերջին հարցը ինչ է կարծում մեր երկրում երբևիցե ընտրությունների միջոցով լինելու է օրինական իշխանություն, թե ինչպես վկայում են նախորդ 25 տարիները միշտ լինելու է իշխանափոխանցում։ Գիտեք, օրինական իշխանություն մենք հիմա ունենք։ Մենք եւ 12 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ենք ստացել օրենսդիր իշխանություն, օրենսդիր մարմին եւ 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից ենք ստացել օրինական ընտրված նախագահ, բայց ես հասկանում եմ Արմանի հարցի ենթատեքստը եւ կարծում եմ, որ մենք հաջորդ ընտրություններում գոնե կունենանք այնպիսի ընտրություններ, որ մեր հասարակության ոչ թե այսքան մեծ հատվածը դժգոհ կլինի այդ ընտրությունների արդյունքներից, այլ ավելի փոքր հատվածը։ Բայց մի բան ակնհայտ է, մշտապես ցանկացած իդեալական ընտրությունների դեպքում հասարակության ինչ որ հատված դժգոհ է լինելու։ Բայց այս անգամ համեմատած նախկիններին ինչ-որ տարբերությունը շատ մեծ էր դժգոհ մասը։ Չէ, մեծ չէ։ Ինչու եք թերագնահատում 2008-ի դժգոհ մասը, այո, այն ժամանակ նույնպես ընդդիմության հատվածը բավականին մեծ էր եւ ի տարբերություն այսօրվա բավականին ագրեսիվ էր, այնպես որ համամիտ չեմ, որ հիմա ավելի ուժեղ, այսինքն ավելի մեծ է ընդդիմությունը։ Հիմա եւ 2008-ին դե ունեցանք արդեն մեկ ընտրություն դրանից հետո։ Լավ։ Գայանե Գրիգորյան, շնորհավորում է ձեր տոնը սիրելի Մարգարիտ, ձեր հոդվածները միշտ կարդում է առավոտում, հիմա ափսոսում է, որ այնտեղ լինելու փոխարեն ազգային ժողովում եք։ Այդ հարցերի շարքը դեռ շատ կան։ Իհարկե բոլորն էլ կուզեին լավ ապրել, բայց ախր մենք ձեզ արդար մարդ էինք համարում, արդար լրագրող ու արդարադատ մարդ, ձեր բարեկամախնամիական կապերը գործի դրեցիք, որ հասակ ազգային ժողով, թե լրագրող եղած ժամանակ ձեր կապերը։ Շնորհակալություն, եկեք առաջարկեմ այդ մաղթանքների եւ գեղեցիկ մասերը թողնենք, մենք ավելի սուր մասերին պատասխանենք, որովհետեւ ես որևէ խնդիր չունեմ եւ որևէ գաղտնիք չունեմ։ Ես շատ վաղուց եմ լրագրության մեջ եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերի քաղաքական ուժերի ղեկավարների հետ ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ եւ այդ մարդիկ տարիների ընթացքում գնահատել են ինձ եւ գնահատել են իմ խոսքը, իմ գրիչը, ես շնորհակալ եմ նրանց դրա համար եւ ես շատ վաղուց հարաբերություններ ունեմ, աշխատանքային հարաբերություններ ունեմ հանրապետության այսօրվա նախագահի հետ եւ երբ որ ինքը պաշտպանության նախարար էր եւ ազգային անվտանգության խոսքով նրա կենսագրության ընթացքի ավելի երկար հատվածում ես աշխատել եմ որպես լրագրող եւ լուսաբանել եմ, հարցազրույցներ եմ վերցրել եւ այլն, ես կարծում եմ մենք շատ ընդհանուր բաներ եմ տեսել իր հայացքներում եւ երկրի զարգացման ուղու հետ կապված իր տրամադրվածության մեջ եւ պատճառը սա է, որ այսօր ես ունեցա այդ առաջարկը եւ մեր ցանկությունները համընկան եւ ես այսօր գտնվում եմ այստեղ, այդուհանդերձ ինչ վերաբերում է բարեկամախնամիական կապերին, այո, ես ունեմ խնամիներ, իմ մի խնամին Հայ-Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ է, թե դա ինչքանով կարող է օգտակար լինել, որ մյուս խնամից բացարձակ քաղաքական որևէ կողմնորոշում չունի, սովորական Հայաստանի Հանրապետության նորմալ քաղաքացի է եւ քաղաքականությամբ չի զբաղվում։ Չգիտեմ երրորդ խնամից ինչպեսին կլինի, որտեղ տղաս դեռ չի ամուսնացել։ Այդուհանդերձ ես կարծում եմ բարեկամախնամիական կապերը քաղաքականության մեջ որևէ ազդեցություն չպետք է ունենան, իմ պարագայում գոնե չունեն եւ պետք է գնահատվի անհատը, մարդը, իր ընդունակությունները, կարողությունները, կարծում եմ իմ դեպքում հենց դա էլ գնահատվել է։ Լավ, Գայանեն հաջորդ հարցը Գայանեի այսպեսին է։ Ուզում եմ անկեղծանակ, երդվելու աստիճան անկեղծանակ ու ասեք, այս կառավարությունի իշխանությունը ձեզ դուր գալիս է։ Գիտեք, ինձ դուր է գալիս իմ ամուսինը, ինձ դուր է գալիս իմ ընտանիքը, ինձ դուր են գալիս իմ երեխաները։ Որպես քաղաքական գործիչ այդ դուր գալու կատեգորիան ես ուղղակի չեմ ընդունում։ Ես շատ հարցերում իհարկե կարող եմ վիճել նույն կառավարության հետ, նույն իշխանության ներկայացուցիչների հետ, շատ հարցերում կարող եմ ասել կարծիք, որը ես չեմ կիսում եւ իրենք չեն կիսում եւ դա բնական գործընթաց է, որովհետեւ այս իշխանությունը պատրաստ է եւ ուզում է լսել կարծիք, որը կօգնի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնել։ Ինչ վերաբերում է ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ուղղակի այդ հարցի այդ շեշտադրման պատասխանը ինձ համար անհասկանալի է։ Լավ, ներողություն, թեպետ ասում եմ հարցման ֆորմատն այնպեսին է, որ մենք հարցեր տալու իրավունք չունենք, բայց ամեն մի հարց մի շտկում, հա, ճշտում։ Երբ որ ասացիք, որ կան թեմաներ, որոնց շուրջ կարող եք բանավիճել կամ
վիճել, հա, որ օրինակ կան այդպիսի թեմաներ, գոնե մեկը, երկուսը ասեն, որ օգտատերի մոտ այնպիսի կարծիք ստացվի, թե դուք միշտ կողմ եք, Չէ, երբեք ես այդպիսի տպավորություն թող չստեղծվի, որ ես միշտ ամեն ինչին կողմ եմ, ընդհակառակը, օրինակ ազգային ժողովում վերջերս քննարկվում էին, ինչ-որ միշտ էլ օրինագծեր են քննարկվում, կոնկրետ երկու օրինագծի հետ կապված ես ունեի իմ առարկությունները եւ դիտողությունները, որոնք ես ներկայացրել եմ կառավարությանը եւ հուսով եմ, որ առաջինից երկրորդ ընթերցում անցած ժամանակահատվածում իմ առաջարկությունները կընդունվեն։ Մյուս կողմից որպես քաղաքական թիմի անդամ ես ուղղակի չեմ կարող եւ չեմ էլ պատրաստվում այնպիսի քայլեր անել, որոնք ընդհանրապես այդ քաղաքական թիմի տրամաբանությունից դուրս կլինեն։ Եթե ես այդպիսի քայլեր անեմ, ուրեմն ես որևէ գործ չեմ ունենա այդ քաղաքական թիմում։ Գաղափարախոսությունը եւ տրամաբանությունը ես ամբողջովին եմ կիսում, բայց կոնկրետ հարցերի հետ կապված ես ունենում եմ իհարկե իմ ասելիքը, կոնկրետ այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրինագծի հետ կապված մենք մի խումբ падգամավորներով ընդ որում բոլորը նույն մեծամասնության հանրապետական խմբակցության անդամներ մեր դիրքորոշումը, մեր տեսակետներն ենք արտահայտել եւ ներկայացրել ենք հույս ունենալով, որ մինչեւ երկրորդ ընթերցում դրանք կներառեն, օրինակ բռնադատվածներին, սոցիալական խնդիրների լուծման օրինագծի հետ կապված ես իմ առաջարկներն եմ արել, ելի մի շարք օրինագծերի հետ կապված, այնպես որ բոլորովին այնպես չէ, որ մենք գնում ենք, ինչպես հասարակության տպավորություն, կոճակները սեղմում ենք եւ օրինագծերը ընդունում ենք եւ հենց դա է, դրա ապացույցն է այն, որ այսօրվա մեծամասնության մեջ գտնվում են մարդիկ, որոնք դիրքորոշում ունեն, կարծիք են հայտնում եւ փոխում են այս կամ այն օրինագիծը, անգամ եթե դա կառավարությունն է ներկայացրել կամ գործընկերները, փորձում ենք ավելի լավը դարձնել, ավելի կատարյալը դարձնել։ Լավ, հաջորդ հարցը, ժողովուրդը ինչու է ատում սեփական իշխանություններին։ Միշտ այդպես է եղել։ Դա մեր ժողովրդի ես չեմ ուզում, այսինքն իրավունք էլ չունեմ, ես ով եմ որ բան ասեմ, բայց ես կարծում եմ մենք միշտ մեր պետության, մեր իշխանությանը չենք սիրել։ Վաղուց, շատ վաղուց եւ հենց դա է, այսպես ասեմ, մեր դժբախտություններից մեկը։ Բոլորովին չեմ ուզում ասել, որ իշխանությունները երբեք սխալներ ու թերություններ չեն ունեցել, պարզապես ժողովուրդը չի սիրում, այդուհանդերձ ես կարծում եմ, որ գիտեք, երբ որ մարդուց լավ բան ես սպասում, անդադ ասում ես, որ դու լավն ես, դու լավ բաներ կարող ես անել, մարդը ուզում է։ Բայց երբ որ անդադ դու չարացած ես, անդադ այդ մարդուն ասում ես, գիտես, դու վատն ես, այդ մարդը նույնիսկ եթե ինքը լավն է եւ լավագույն մղումներ ունի, մի տեսակ իր մոտ մի բան է կարծրատիպ է ստեղծվում, որ մեկը իրանից լավ բան չեն սպասում։ Ես կարծում եմ մենք պիտի ի վերջո փոխվենք եւ լավ բան սպասենք իշխանություններից, մանավանդ որ այդ իշխանությունները ուզում են լավ բան անել եւ անում են քայլեր։ Լավ, դուք ձեր երեխաների ապագան տեսնում եք այս անառողջ երկրում, ապականված կառավարությունում, կեղծ իշխանական կլաններում, որի անդամը դարձաք դուք կամովին։ Գիտեք, անառողջ երկիր, ապականված մթնոլորտ, էլի ինչ որ այդ կարգի բաներ Ես ուղղակի չէի ուզի, որ նման արտահայտություններ հնչեին Հայաստանի Հանրապետության հասցեին, որովհետև ես ավելի սուր կարող եմ նման որակումներ տալ որևէ երևույթի հասցեին, բայց սա մեր երկիրն է ի վերջո եւ այդ անառողջ մթնոլորտի ապականված եւ այլն, ինչպես նշում է ձեր ունկնդիրը, դրա մեղավորը, եթե մենք մտածենք ու հասկանանք, որ մեզնից յուրաքանչյուրն է առանձին եւ մենք բոլորս միասին, մենք կկարողանանք ավելի փոխել իրավիճակը։ Այո, ես իմ երեխաների ապագան տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Ես շատ հնարավորություններ եմ ունեցել, իմ երեխաները շատ հնարավորություններ են ունեցել իրենց ուսումը, կրթությունը շարունակել դրսում։ Չեն արել այդ բանը։ Եվ իրենք այսօր էլ աշխատում են, սովորում են, ապրում են, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ իրենց ապրելակերպը, կեսակերպը նույնպես մի կարևոր բան փոխում է այս երկրում։ Եկեք այդ որակումները չանենք, որովհետեւ չենք քոչելու մենք, հասկանում եք, այդ քոչվորության տրամաբանությունը կամ հոգեբանությունը մեր միջից պիտի թողնենք։ Եկեք ինչքան վատ բան կա ասենք։ Դրանից մեր օրը լավը չի դառնալու, չէ՞։ Կոնկրետ շնորհակալ եմ այս թեմաների մասին, հա, լրագրող եղած ժամանակ ձեր կարծիքը եւ հիմա խիստ տարբերվում է։ Բոլորովին չի տարբերվում։ Ես միշտ ասել եմ եւ դա ուղղակի որևէ երկերեսանություն կամ ձևական բան դրանում չկա։ Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ եթե դու երկիրը սիրում ես, այդ երկիրը լավն է դառնում։ Եթե դու քո ամենօրյա աշխատանքով փորձում ես այդ երկիրը լավը դարձնել, ինքը լավն է դառնում։ Բայց եթե դու հայոյում ես, վատ խոսքեր ես ասում, ապականված ես տեսնում ամեն ինչ, նույնիսկ այդ վատի մեջ չես փորձում լավը տեսնել, այդ երկիրը լավը չի դառնում։ Ես այդպես եմ աշխատել որպես լրագրող երկար տարիներ եւ այդպես եմ հիմա մտածում։ Ես ինքս իմ դեմ, իմ սկզբունքների դեմ երբեք որևէ քայլ չեմ արել եւ չեմ պատրաստվում անել։ Լավ, շնորհակալ եմ, նախավերջին հարցը ասում է գլուխը բարձին դնելիս երբևէ գետ մի վարքյան չեք մտածում, թե ինչու падգամավոր դառնալուց հետո դուք ընկաք շատերիս աչքից։ Չեք կարծում, որ հաճախ սխալ ու անտեղի ելույթներ եք ունենում, երիտասարդ լրագրողներին ինչ եք սովորեցնում, որ աճեն,
հետո լճանան ու падգամավոր դառնան։ Գիտեք, այո, այդ անհանգստությունը կամ մտահոգությունը ես ունեմ, թե ինչու որոշ մարդիկ, ընդ որում դրանք շատ քիչ են, ես այդպես գրափարով ասեմ, հականե հանվանե, կարծեմ բոլորին ճանաչում եմ, որ այդպես վատ տրամադրվեցին իմ կյանքի այս փոփոխության հետ կապված, փոխարենը ես կուզեի, որ իրենք ուղղակի ինձ հաջողություն մաղթեին եւ շնորհավորեին եւ ասեին, որ իմ տեսակը համոզմունք հայտնեին, որ իմ տեսակը բան կփոխի, բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ խնդրում եմ այդ հարցի երկրորդ մասը նայեն ջան, եթե կարելի է այնտեղ մի հատ որակում կար, որը Պատգամավոր դառնալուց հետո դուք ընկաք շատերիս աչքի, չեք կարծում որ հաճախ սխալ ու անտեղի ելույթ։ Այ ելույթների մասին, շնորհակալություն որ հիշեցիր, ելույթների մասին եմ ուզում ասել։ Երկու դրվագ։ Ես խորհրդանական հայտարարությունների ժամին փետրվարի 26-ին հանդես եկա մի հայտարարությամբ, երբ որ արդեն նախագահական ընտրությունները տեղի ունեցել եւ պարոն Հովհաննիսյան Ազատյան հրապարակում մարդկանց էր հավաքել, ես հանդես եկա մի հայտարարությամբ, որը հետեւյալի մասին էր. ոչ ոք իրավունք չունի մոռանալ մարտի 1-ը, 2 օրից մարտի 1-ն է, եւ ես կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանը հիշել եւ մեր հասարակությանը հիշել մարտի 1-ի մասին, որպեսզի հանկած Աստվածչյանի այդպիսի դեպք կրկնվի եւ բոլորիս խոհեմության կոչ էի արել այդ հայտարարության մեջ եւ պահանջել էի բոլոր նրանցից, ովքեր փորձում են ամեն ինչ հարամել իմ երկրում, ամեն ինչ փչացնել եւ ջուրը պղտորել եւ փորձելով կոնկրետ Ռաֆի այս դապլիների վրա իրենց ձեռքերը տակածնել, շագանակներ եփել եւ այլն, կոչ էի արել ուղակի չանել այդ բանը, որովհետեւ սա ոչ միայն իրենց երկիրն է, այլև իմ երկիրն է եւ իրանք իրավունք չունեն այսպես մթնոլորտը պղտորել։ Այդ հայտարարությունը տպագրվեց, տարածվեց էլեկտրոնային կայքերում, առավոտ AM-ում եւ այլն։ Կոմենտներն եմ կարդում։ Ուղղակի տրամաբանությունից զուրկ եւ կոնկրետ հայտարարության բուն էությունից չբխող կոմենտներ։ Մարտի 1-ով ես վախեցնում։ Դու ով ես, որ մարտի 1-ի մասին խոսես։ Հասկանում եք, այսինքն երբ որ մարդը ուզում է, մարդը չարացած է եւ ուզում է վատ բան տեսնել, դու նույնիսկ լավագույն հայտարարությունը, քո լավագույն ելույթը այդ կերպ կընկալվի։ Եվ ընդ որում իմ բոլոր հայտարարությունները եւ բոլոր ելույթները եղել են զգոնության, սթափության կոչեր եւ ուղղակի տարօրինակ է։ Ինձ համար տարօրինակ չէ, ես գիտեմ ովքեր են դա անում։ Մի քանի հոգի են ընդամենը, հասկանում եք։ Եվ իրենց անուններով եւ կեղծանուններով փորձում են ջուրը պղտորել, սա է մեր բոլորի տունը քանդում։ Լավ, հարցի վերջին մասին, հա, անդառնանք ինչ խորհուրդ եք տալիս երիտասարդ լրագրողներին, ինչ եք սովորեցնում, որ աճեն, հետո վերապահումով օգտագործեն բառը, բայց լճանան, խնդրում եմ անգամ այսպիսի որակներ չանել, այո, ես երիտասարդ լրագրողներին խորհուրդ եմ տալիս աճել եւ դառնալ իսկական պրոֆեսիոնալներ, որովհետեւ հիմա այս նախադասության համար էլի ինձ գուցե ինչ որ մարդկանց դուրը չգա, բայց ես պիտի ասեմ, լրագրությունը լավագույն մասնագիտությունն է, իմ երբևէ իմացած եւ իմ ամենասիրած մասնագիտությունն է եւ մեծ պատիվ է ուղղակի լրագրող աշխատելը։ Եվ ես դասավանդում եմ համալսարանում օտարլեսուների եւ հենց լրագրության վարպետությունն եմ դասավանդում եւ իմ ուսանողները կարող են վկայել թե ինչ եմ իրենց սովորեցնում եւ ուղղակի չեմ ուզում որ որոշ մարդիկ, որոնք հնարավորություն ունեն ձայնագրիչ վերցնել, թղթուգրիչ վերցնել, փորձեն նսեմացնել, ստորացնել լրագրողի մասնագիտությունը, որը ամենավեհ եւ բարձր մասնագիտությունն է։ Հենց դա եմ սովորեցնում իմ ուսանողներին։ Եթե դուք ավարտում եք, ավարտում եք արդեն։ Ով մեր այսօր մասնակիցը։ Չգիտեմ, չէ, մենք դեռ մեկ քանի հարցեր կար, ես կարծացել եմ, դրանք շրջանցեն, կուզեի նաև դրանց այո, մենք դեռ ունենք ժամանակ։ Լավ, հաջորդ հարցը, գիտեմ, որ շատերը շատ հարցեր ունեն ձեզ, ուղղակի սա արդեն հարց չէ, ուղղակի վախենում եմ, որովհետև ազգային ժողովում ականոնավորները ձեզ պաշտպանում եւ դրանք նորմալ մարդկանց կյանքի համար վտանգ են ներկայացնում։ Գիտեք, ես հասկանում եմ, ինչ դրվագ նկատի ունեն, երբ որ ասում են ինձ պաշտպանում են, այդ նույն մականոնավորները, կներեք, այսպես ճակերտների մեջ եւ իրականում ինձ պաշտպանում էին նաեւ այն ժամանակ, երբ որ ես լրագրող էի։ Ես պիտի ասեմ, որ իմ լրագրող աշխատած ժամանակ երբևէ չի եղել, որ այդ նույն մականոնավորները կներեք, ինձ հայոյեն, ձայնագրիչս իմ ձեռքից խլեն եւ գցեն ներքև, այսինքն երբ որ ես մոտենում եմ իրենց հարց տալու փախնեն, որովհետեւ նորից անհամեստ չհամարեք, ես պահպանել եմ լրագրողական էթիկայի եւ քաղաքավարության էթիկայի բոլոր կանոնները, այսինքն մոտեցել եմ տվյալ մարդուն այնպես, որ ինքը չսարսափի ինձնից։ Այնպես չեմ մոտեցել, ինչպես այսօր որոշ լրագրողներ մոտենում են այդ նույն մականոնավորներին։ Եթե նկատի ունեն Մհեր Սեթրակյանի եւ Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, դրա մասին շատ կարճ ասեմ։ Դրա մասին, եթե դեմ չեք, շրջանցենք, որովհետեւ կա այդպիսի հարց։ Անցնենք հաջորդ հարցին, Սերժ Կանայան, հարգելի Մարգարիտ Դեսյան, ինչ եք կարծում, ինչ եք մտածում, երբ ամեն ամիս ստուգում եք ձեր քարտի հաշիվը, գիտեք թե կոնկրետ որ ունե որ падգամավորն է ձեր հովանավորը, իդեպ Անդրանիկ Մարգարյանի օրոք ոչ մի հղկայական սորական падգամավոր չգիտեր թե ով է իր հովանավորը։
Եթե իմ ճանաչած Սերգեյ Կանայաններից իրեն կարծեմ լավ ճանաչում եմ, ինքն էլ ինձ է լավ ճանաչում։ Այդ հարցը ինձ ամենաշատն է դուր եկել անկեղծ ասած։ Եվ ուզում էի այդ հարցի առիթը օգտագործել եւ հորդորել այսպես կատակով, որ ովքեր որ նման ցանկություն ունեն կարող են ինչ որ գումար փոխանցել, որովհետեւ եթե բանկային գաղտնիքի մասին օրենքը չլիներ կամ ես կարող եմ ուղղակի թույլտվություն տալ գնան իմ հաշիվները բացեն եւ նայեն, պիտի անկեղծորեն խոստովանեմ, թեպետ պարտավոր չեմ խոստովանել, որ երբ որ ես լրագրող էի իմ բանկային հաշիվներում բավականին գումարներ կային, որովհետև ես լավ վարձատրվող լրագրող էի, այսօր ցավոք այդքան գումար չկա եւ ցավոք այդպես է։ Գիտեք, մարդը ուրիշի մասին ընդհանրապես դատում է շատ մարդիկ իր չափորոշիչներից ելնելով։ Ես շատ կուզեի, որ իմ հաշվի համարին որոշ գումար փոխանցել, դա չէր խանգարի դեպ։ Սա պատասխան սա։ Այս հարցը կարծեմ երկրորդ մասում էր։ Այո, ուներ։ Ասում է ինչու է տարբերություն մյուս հղկական կանանց, դուք ավելի նկատելի եք փորձում ցույց դնել ձեր հավատարմությունը Սերժ Սարգսյանին, արդյոք դա պաշտոնի ակնկալիք է ձեր փեսայի ու որդու համար կանխավ շնորհակալություն։ Շատ լավ, ասեմ ինչու է այդպիսի տպավորություն, ինչու է, հասկանում եմ ինչու է այդպիսի տպավորություն, որովհետև կներեք ես հայտնի էի եւ Մարգարիտ Եսայանն էի նաեւ նախքան պատգամավոր դառնալը։ Եթե մյուս անուն ազգանուններին իմ գործընկերուհիների դեպ որոնցից շատերը շատ պրոֆեսիոնալ եւ գրագետ մարդիկ են եւ ճիշտ իրենց տեղում են, ի տարբերություն մյուս գործընկերուհիների ես ներկայանալու, հայտնի դառնալու խնդիր չունեմ։ Ես արդեն որպես հայտնի մարդ եկել եմ ազգային ժողով եւ դրա համար ինչ էլ ասեմ, իմ անունը դառնում է թիրախ, ես դրան բռնումով եմ մոտենում, բայց պաշտպանելու կամ բանի խնդիր Սերժ Սարգսյանը չունի, որ ինչ-որ մեկը իրեն պաշտպանի, ինքը անում է իր գործը եւ մենք կանգնած ենք նրա կողքին։ Ինքը աշխատում է հանուն Հայաստանի Հանրապետության եւ ես կանգնած եմ նրա կողքին։ Հիմա դա ինչ որ մեկին դուր կգա, դե դուր չի գա, այդ ինչ որ մեկի խնդիրն է, որովհետեւ ես չեմ անում դա, ինչպես նշվում է, իմ ընտանիքի, իմ անձնական եւ այլ խնդիրներ լուծելու համար։ Ես դա անում եմ ընդհանրապես եւ դա մասնավորապես կարող է վերաբերել այո նաեւ իմ ընտանիքին, որտեւ եթե իմ երկիրը ավելի լավ երկիր դառնա, իմ ընտանիքը ավելի բարեկեցիկ կյանքով կապրի։ Երեխաների, փեսաների, չգիտեմ եւ երում մասին։ Երբ որ ես լրագրող էի, իմ երեխաները արդեն ընդունվել էին համալսարան եւ երկու աղջիկներս կարմիր դիպլոմով ավարտել են Երևանի Պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետը եւ տնտեսագիտության ֆակուլտետը։ Իրենք շատ փայլուն կարիերա են անում, մեծ աղջիկս թեպետ հիմա երկու երեխաների մայր է չի աշխատում, փոքր աղջիկս շատ փայլուն կարիերա է անում HSBC բանկում, բացարձակ, այսինքն ինքնուրույն։ Ես լրագրող էի այդ ժամանակ, խնդրում եմ ռադիո լսողը չմոռանա։ Կապերը չի օգտագործվել։ Այո, կա որևէ կապ չի օգտագործվել եւ տղաս սովորում է ֆրանսիական համալսարանում, այս տարի ավարտում է ֆրանսիական համալսարան, իսկ փեսաներս կայացած մարդիկ էին նախքան իմ փեսա դառնալը։ Նրանք սովորել են, մեկը Լենինգրադի ավարտել է Լենինգրադի համալսարանի մագիստրատուրան, մյուսը Մոսկվայում է սովորել եւ այսօր շատ հզոր կառույցի տնօրեններից մեկն է, մենեջերներից մեկն է, մյուս փեսաս նույնպես շատ լուրջ աշխատանք է զբաղեցնում, մինչեւ իմ փեսա դառնալ, այսինքն նորմալ տղաներ են, նորմալ հայեր են եւ Հայաստանում եւ դրսում կրթություն ստացած, այնպես որ չարախնդություն, եթե կա, ուղղակի կուզեի, որ չլիներ այդ չարախնդությունը եւ թութու փայտի խփելով ասեմ, որ այն երջանկությունը որպես ընտանիքի մայր, կին, զոքաչ, տատիկ ես ունեմ, ես մաղթում եմ բոլոր մյուսներին, որպեսզի մի քիչ ավելի բարի դառնան։ Անդրադառնանք բոլոր հարցերին հերթով։ Գառնիկ Հովվակիմյան, ժամանակին ՀՀՇ-ի բետեր արտահայտություն կար, թվում է թե այժմ էլ ՀՀԿ-ն ունի նման զրահատեխնիկա, այն էլ խորհրդարանական մակարդակով։ Ինչու, եթե այդ ստորաբաժանումը չլիներ, ձեզ կհրավիրեին խմբակցություն, դուք ինչ ընդհանրություն ունեք, չեմ ասում շահ, որոշ ավազակաբարո երևույթների եւ դեմագոգների հետ։ Գառնիկ ջան, ընդհանրապես ես շատ լավ հիշում եմ, թե այդ բետեր արտահայտությունը երբ ծնվեց, երբ առաջացավ, ուղղակի ձեզ պիտի հիասթափեցնեմ կամ ուրախացնեմ ընդհակառակը, որովհետև այսօր բետեր հասկացողությունը քաղաքականության մեջ գոյություն չունի ուղղակի։ Էլի հորդորս հետևյալն է, խնդրում եմ լավ բաները նկատեք լավ բաներ, որովհետև դրանք իրոք կան։ Եվ ուղղակի պետք չի, իսկ ինքս որևէ մի արտահայտություն արեց ինքը որոշ ավազակաբարո երևույթների եւ դեմագոգների ինքս որևէ ավազակաբարո երևույթների հետ ընդհանրություն չունեմ եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս ունենալ, որովհետեւ դրանց դեմ ուղղակի պետք է պայքարել, ոչ թե ընդհանրություն ունենալ։ Անցնենք առաջ։
Արման Թորոսյան, բարև, չէ՞ կարծում, որ ազգային ժողովը որպես կառույց իմաստազրկվել է, քանի որ կա մեծամասնություն ՀՀԿ, չկա առողջ մրցակցություն, իրական հակակշիռ գործադիր իշխանությանը։ Պատասխանելիս չբերեք այլ երկրների Վրաստանի եւ այլ խորհրդարանների օրինակներ, շնորհակալություն։ Չի արժե զրկվել ազգային ժողովը, պիտի ձեզ ուրախացնեմ, ազգային ժողովը շատ ակտիվ աշխատում է, ազգային ժողովում այսօր ընդդիմադիր խմբակցությունները 3 ընդդիմադիր խմբակցություն ունենք, 1 այլ ընտրանքային խմբակցություն ունենք եւ բոլորովին այնպես չէ, որ բոլորը մեծամասնություն են եւ բոլորը իշխանական են։ Ուղղակի այո, 12 թվականի խորհրդարանական ընտրություններում հանրապետական կուսակցությունը շատ մեծ քվե է ստացել եւ հենց դա է պատճառը, որ այսօր նրա խմբակցությունը ամենամեծն է։ Բայց այս ազգային ժողովը ես իդեպ պատիվ եմ ունեցել գրեթե բոլոր խորհրդարանները լուսաբանել Գերագույն խորհրդից այս կողմ Եվ պիտի ասեմ, որ այս ազգային ժողովը մեականորեն տարբերվում է մեջտեղներում եղած ազգային ժողովներից, որովհետև այսօրվա ընդդիմությունը, ընդդիմադիր խմբակցությունները թեպետ փոքրաթիվ, բայց բավականին ակտիվ են, իսկ եթե ընդդիմադիր խմբակցությունները ակտիվ են խորհրդարանում, աշխատանքը ավելի արդյունավետ է լինում, բանավեճը ավելի առողջ է լինում, եւ այսօր կա այդ բանավեճը խորհրդարանում։ Բայց զուտ քվեարկությունների ժամանակ կարծես բնական է, եթե դու մեծամասնություն ես, եթե քո կառավարությունն է բերում օրինակ գծերը, իսկ դու այդ կառավարության այդ կառավարությունն իրականացնում է մեծամասնության ծրագիրը, բնական է, որ պիտի լինի միակարծություն։ Ուղղակի տարօրինակ կլինի, որ այդ միակարծությունը չլինի։ Լավ, Սերգեյ Սարգսյան, Տիկին Եսայան, դուք ունեք օլիգարխ գործընկերներ եւ ինչպես եք վերաբերում ազգային ժողովում բիզնեսմենների առկայությանը։ Եվ հաջորդ հարցը սրանք պատասխանենք հետո։ Օլիգարխիայի մասին մենք խոսեցինք, կարծեմ, ես բացատրեցի սովորական բառերով, թե ինչ է իրականում օլիգարխը։ Ես օլիգարխ ընկերներ չունեմ։ Ես ունեմ մարդիկ, որոնք շատ ավելի ապահովված են ֆինանսապես եւ տնտեսապես, չեմ կարող նրանց ընկերներ համարել, բայց կան այդպիսի մարդիկ եւ գիտեք, ընդհանրապես պետք չի որևէ վատ բան տեսնել նրանում։ Ես այստեղ գալուց առաջ կարդում էի Ստիվ Ջոբսի հորդորները, խորհուրդները, եւ հենց Ստիվ Ջոբսն է վկայում, որ ընդհանրապես հարստության են հասնում համառ եւ խելոք մարդիկ, եւ ես կարծում եմ բոլոր նրանք, որոնք չեմ ուզում հիմա հարուստներին պաշտպանել, թեպետ այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել, բոլոր նրանք, ովքեր հասել են իրենց կյանքի ընթացքում ինչ որ վիճակի, տնտեսական վիճակի, ինչ որ ունեցվածք ունեն, դրանք շատ ավելի խելոք են, քան մենք, որ չենք հասել այդ վիճակին։ Եվ ուղղակի պետք չէ խոսենք արտոնությունների մասին։ Եվ ուղղակի պետք չէ թույնով եւ այդպես չարությամբ տրամադրվել իրենց հանդեպ, ուղղակի որոշ մարդիկ ճիշտ պահին հայտնվել են ճիշտ տեղում։ Լավ, հարցի շարունակությունը, արդյոք ազգային ժողովում բիզնեսմենների տեսքով սահմանադրության նվաստացումը տեսնելով ված չեք զգում։ Չկա նման բան։ Դրա մասին արդեն խոսել եմ, նման բան չկա եւ չկա ուղղակի նման բան։ Okay. Վահագն Մինասյան, պատրաստ եք արդյոք հանուն ժողովրդավարության կայացման, հանուն հանրային շահի, հանուն ընտրական իրավունքի վերականգնման վայր դնել պատգամավորական մանդատը։ Եթե այո, ապա ինչու դա չեք անում հիմա՝ ի նշան համերաշխության ժողովրդի մի մասի հետ, եթե ոչ, ապա ինչու։ Գիտեք, եթե իմ մանդատն է խանգարում որոշ մարդկանց, որ Հայաստանի Հանրապետությունում համերաշխություն ու ժողովրդավարություն լինի, գուցե ես մտածեմ այդ մասին, բայց չեմ հասկանում, թե որոշ մարդկանց իմ մանդատը ինչու է այդքան գրգռում, ինչու են այդքան անհանգիստ, որ ես այսօր ունեմ պատգամավորական մանդատ, էլի եմ գրգռում։ Ավելի ճիշտ կլիներ ու ազնիվ, եթե իրենք շնորհավորեին ինձ եւ հաջողություն մաղթեին, ասեին ընդհակառակ այդ մանդատը օգտագործի հանուն ժողովրդավարության, մենք չարացած չենք։ Բայց ես որոշակի չարացածություն եմ տեսնում, եւ եթե Վահագնը ասում է, որ ինչու չեք միանում ժողովրդի մի հատվածին, ես նույնը կարող եմ իրեն հակադարձել, իսկ ինչու դուք չեք միանում այս մյուս հատվածին, որը ավելի մեծաթիվ է։ Եթե այսօր նախագահ Սերժ Սարգսյանը 800,000 եւ ավելի ձայն է հավաքել եւ Ռաֆի Հովհաննիսյանը 500,000 եւ ավելի, ես ուղղակի հորդորում եմ, որ միանան այս։ Գևորգ Գևորգյանը հարցնում է Տիկին Եսայան, նախ շնորհավորում եմ եկամսյակի արդի, անցնենք հարցերին, շուտով կլինի 1 տարի, ինչու ինչ ազգային ժողովում եք, ինչ շոշափելի ձեռքբերումներ ունեք, ի բարօրություն ընտրողների։ Առաջին հերթին, ինչ է ձեզ տալիս աշխատանքը ազգային ժողովում։ Լրագրող տարիների հետ համեմատելի զգում եք օրորիկ կորցնում եք ձեր հանդեպ համակրանքն ու հարգանքը։ Ովքեր որ ինձ սիրում էին եւ հարգում էին, սիրում են եւ հարգում են նաեւ այսօր, ովքեր որ ինձ չէին սիրում եւ չէին հարգում նաեւ լրագրող ժամանակ կային նաեւ այդպիսիները, չեն սիրում եւ չեն հարգում նաեւ այսօր։ Եվ դա բնական է ու նորմալ է, բայց Գևորգին պիտի բացատրեմ կամ ինքս ներկայացնեմ, որ պատգամավորի աշխատանքը էականորեն տարբերվում է լրագրողի աշխատանքից։
եւ երբեմն թյուր կարծիք կա, որ դրանք նման են իրար։ Այո, ունեն որոշ նմանություններ, բայց ես անկեղծ ասած այս 1 տարվա ընթացքում աշակերտի նման սովորում եմ падգամավորի աշխատանքը, սովորում եմ օրենքների նախագծերի հետ աշխատելու այդ ամբողջ գործընթացը։ Բայց գիտեք, կա մի բան, որը կար նաեւ լրագրողական գործունեության ընթացքում։ Դրանք ընտրողների նամակներն են, ընտրողների բողոքներն են, ընտրողների պահանջներն են։ Հիմա այդ բոլորը տեղափոխվել է ազգային ժողով, եւ եթե ուղղակի ես խիղճ չկորցնեմ եւ որևէ այլ գործունեություն չծավալեմ, այլ պատասխանեմ բոլոր այն հեռախոսազանգերին, որ ես ստանում եմ, օգնեմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ինձ դիմում են, կամ գումար են ուզում, կամ երեխայի ուսման վարձ են ուզում, կամ բժշկական պետպատվերի անվճար խնդիր են փորձում լուծել։ Եթե ես ուղղակի ոչինչ չանեմ, միայն դրանով զբաղվեմ, օրվա 24 ժամը հաստատ չի հերիքի։ Ես կարծում եմ, որպես падգամավոր իմ անելիքը պիտի լինի այն, որ ամեն ինչ այնքան լինի օրինական եւ օրենքի դաշտում, որ այս քաղաքացիները իմանան նաեւ այդ օրինականության տեղը, վստահություն ունենան, որ օրենքով, օրենքի շրջանակներում իրենց խնդիրները լուծվելու են, որ եւ որպեսզի ոչ թե գան падգամավորից գումար խնդրեն կամ իրենց երեխայի ուսման վարձը, այլ ունենան արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ եւ կարողանան իրենց խնդիրները լուծել։ Ցավոք, այսօր մեր քաղաքացիների մի մասը ուղղակի իր աշխատանքի ոճն է դարձրել, այսպես ասեմ, չակերտներով եւ տխրությամբ եմ ասում, հավաքվել ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ, այս կամ այն падգամավորից գումար ուզել, ուսման վարձ ուզել, բավականին տհաճ եւ տխուր տեսարան է, բայց պիտի ուրախությամբ ասեմ, որ դրանք մի քանի հոգի են, որոնք շարունակաբար քարորյաններին գալիս են։ Լավ, Շուշան Պետրոսյանի դեմ սրվող տրամադրություններն ինչ որ չափով տարածվում են նաև ձեզ վրա, ինչ քայլեր եք ձեռնարկում այդ ալիքից խուսափելու համար։ Ոչ մի ալիքից ես չեմ պատրաստվում խուսափել, ես ապրում եմ իմ կյանքը, ես մնում եմ իմ սկզբունքներին, իմ դիրքորոշմանը հավատարիմ, ես համոզված եմ, որ ես ճիշտ եմ, եւ որևէ ալիք ես համոզված եմ ինձ ուղղակի չի կարող վնասել, որովհետեւ ես ճիշտ եմ։ Շուշան Պետրոսյանի մասով։ Իդեպ պիտի ասեմ, որ ես շատ կուզեի, որ Շուշանի գործընկերները նույն շոու բիզնես, նույն բիզնեսի երկչուհիներ եւ այլն, այդ օրերին մի քիչ ավելի ազնիվ լինեին եւ կանգնեին Շուշանի կողքին, իրենք դա չարեցին։ Ես հիմա գուցե կամ մեկը կամ երկուսը որ դա արել է, բայց ես համատարած կամ ավելի մեծ մասամբ ես չտեսա, որ կանգնեցին Շուշանի կողքին, ազնիվ կլիներ, որ կանգնեին։ Ի պատիվ լրագրողական դաշտի ես պիտի ասեմ, որ լրագրողական համերաշխությունը գործում է նաեւ իմ դեպքում եւ ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներից։ Լավ, ՀՀ նախագահն իր հայտնի ասուլիսում ձեր նախկին գործընկերների հետ դույով էր խոսում։ Այն դեպքում, երբ հենց նախագահն էր հորդորում բոլորին ՀՀ քաղաքացու հետ խոսել դուքով, որպես նախկին լրագրող, որպես падգամավոր, ինչպես է գնահատում նախագահի ասուլիսը։ Շատ արդար ասուլիս էր։ Որևէ գույն չխտացվեց, որևէ բան չասվեց, այսպես սիրաշահելու եւ մարդկանց ինչ որ ասվեց իրականում, ասվեց տղամարդավարի եւ ասվեց ճիշտ։ Այսինքն հասարակությունը տեսավ, հասկացավ, իմացավ, ենթադրեց բոլոր այն քայլերը, որը նախագահ Սարգսյանն ուզում է իրականացնել եւ իրականացնում է, եւ որևէ այսպես կոմպլիմենտարություն չարվեց։ Այսինքն պարզ ու շիտակ դա ասուլիս էր եւ պարզ ու շիտակ ներկայացվեցին խնդիրները, պարզ ու շիտակ ներկայացվեց ասելիքը։ Եվ դա շատ լավ է, որ այդպես ասվեց, այսինքն գույները չխտացվեցին, որևէ բան ավելի պայծառ չներկայացվեց եւ որևէ բան ավելի մռայլ, իրականությունը ներկայացվեց այնպես, ինչպես որ կա։ Եվ կարծում եմ, որ ընդհանրապես մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է այդպես վարվեն, առանց գույները խտացնելու եւ իրականությունը փորձեն ներկայացնել։ Դրանից մենք ավելի շատ կշահենք։ Ինչ վերաբերում է դույով եւ դուքով խոսելու, գիտեք, երբ որ մարդը որևէ այլ բանից չի կարողանում կարճել, կարճում է ինչ որ բաներից, որոնք ուղղակի ոչինչ չեն տալիս։ Դուքով խոսել սելը հարգանքի նշան է ընդհանրապես։ Եվ ես կարծում եմ, որ նախագահը նկատի ուներ, որ պետք է բոլորի նկատմամբ հարգալից լինել։ Բայց եթե ես հիմա քո հետ դուքով խոսեմ, մի քիչ տարօրինակ ու ծիծաղելի կլինի, չէ՞։ Եվ բոլոր այն մարդիկ, որոնք նստած էին նախագահի մամուլի ասուլիսում, առաջին օրը չէին ճանաչում նախագահին եւ հենց նոր չտեսան հանրապետության նախագահին։ Նրանք բոլորը կենսագրություն ունեցող լրագրողներ եւ խմբագիրներ էին եւ բոլոր ամենատարբեր առիթներով շփվել են նախագահի հետ։ Ես կարծում եմ, որ երկրի նախագահը ունի այդ իրավունքը լրագրողների հետ խոսել այդպես հարազատի նման։ Ես կարծում եմ ինքը հենց այդպես էլ խոսեց։ Բայց ինչու ընկալում այլ եղավ։
Գիտեք, ամեն մարդ ընկալում է այնպես, իմ ընկալումը օրինակ այդպեսի չեղավ։ Իմ ընկալումը հետեւյալն էր, որ շատ հարազատի պես է ընդունում լրագրողներին եւ խմբագիրներին եւ հենց այդպես հարազատաբար զրուցում է նրանց հետ։ Այս թեման հենց նույն ակտիվությամբ քննարկվեց նաեւ այն ժամանակ, երբ նախագահը դույով խոսեց կառավարության որոշումների։ Ասում եմ, երբ որ մարդը որևէ բան չունի, կոնկրետ ասելու, այսինքն կոնկրետ որևէ խնդիր չի տեսնում, որի մասին խոսի, կպնում է այդպիսի բաներից։ Եվ դույով թե դուքով խոսելու խնդիրը չէ այսօր մեր բոլորի խնդիրը։ Ես կարծում եմ այն ժամանակ, երբ որ ասել է, որ պիտի դուքով խոսենք, նկատի ունեցել հարգալից լինել, հարգալից վերաբերմունք ունենալ, ոչ թե այդ դերանունը ինչպես օգտագործել, եւ երբ որ հիմա դույով էր խոսում, ելի եմ ասում, շատ մտերմիկ եւ հարազատ մթնոլորտ էր այդ պատճառով։ Լավ, ինչպես մարդը ես կամ մյուսները, հա, ովքեր որ լրագրող չեն, սովորական մարդիկ են, ուղղակի նայում են հեռուստատեսությամբ ու տեսնում են, որ նախագահը կոնկրետ առողջապահության նախարարին դիմում է այսպես դերո դու ընկալում ինչպիսին է։ Ես ասեմ իմ շրջապատի մի քանի մարդկանց ընկալումը, որոնք քաղաքական գործիչ չեն, հասարակ շարքային քաղաքացիներ են եւ այլն։ Կոնկրետ այդ ասուլիսից եւ այդ քննարկումից, որը որ հիմա դուք ակնարկեցիք, նրանք սովորական մարդիկ են, նորմալ աշխատանք ունեն եւ պաշտոնյա չեն, հարուստ չեն, օլիգարխ չեն, քրեական տարեր չեն, լրագրողներ չեն, նորմալ մարդիկ են, աշխատավոր։ Երկու դեպքում էլ իրենց ընկալումը հետեւյալն էր, ինչ լավ խոսեց, չէ՞ նախագահը։ Ես ասում եմ, բայց լավ խոսեց, ուզում եմ սադրել, էլի, տեսնեմ ինքը ինչ հասկացավ։ Հա, շատ լավ, տնավարի, ինքը բացատրեց, ես շատ լավ հասկացա։ Ես ուրախ եմ, որ ինքը խոսեց։ Կոնկրետ այդ դեպքում, երբ որ ինքը անուններով դիմեց եւ քաղաքապետին, կարծեմ, եւ առողջապահության նախարարին, էլի մարդկանց, նույն, գիտեք, հասարակ մարդը ավելի ճիշտ է ընկալում։ Երբ որ այդ հասարակ մարդը ունի քաղաքական շահեր, ունի քաղաքական ամբիցիաներ, չունի քաղաքականացված մտածողություն։ Ինքը սովորական շարքաշ հայ մարդ է։ Ինքը շատ ճիշտ ընկալեց։ Ինքը ընկալել է, այդ մարդիկ ընկալել էին հետեւյալ կերպ։ Ուրեմն վատ են աշխատել, ուրեմն ճիշտ արեց։ Այդպես պիտի ասեր։ Հասկանու՞մ եք, ես չեմ ասում դա ճիշտ է թե սխալ, բայց ես ասում եմ այն մարդկանց ընկալումը, որոնք քաղաքականությունից բացարձակ հեռու մարդիկ են եւ քաղաքական ամբիցիաներ չունեն եւ քաղաքական դիրքորոշում չունեն եւ ամեն ինչ սև ու սպիտակի մեջ չեն տեսնում։ Լավ, շնորհակալ եմ, քանի որ ժամանակը սպառվում է, անցնենք արագ մյուս հարցերին, հա, ինչպես է գնահատում իրավիճակն Ազատության հրապարակում։ Նախ էլի ուզում եմ առիթ օգտագործել եւ հորդորել ու խնդրել պարոն Ռաֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը։ Ես դա արել եմ նաև իր հացադուլի հաջորդ օրը, երբ որ այցելել եմ անմիջապես իրեն եւ խնդրել ու հորդորել եմ դադարեցնել հացադուլը, հիմա նույնպես կրկնում եմ ուղղակի իմ հորդորը եւ կարծում եմ, որ հացադուլներով որևէ խնդիր չի լուծվում։ Գիտեք, արդեն ունենք մենք ֆիքսված արձանագրված իրավիճակ։ Եվ այդ իրավիճակը պետք է ուղղակի ընդունել գիտություն եւ հասկանալ, ընդունել, որ դա այդպես է, սա է այսօր մեր ռեալությունը, մեր իրականությունը։ Եվ ուրախ եմ, որ պարոն Հովհաննիսյանի ծնողները այցելել են եւ գտնվում են այսօր Հայաստանում եւ հուսով եմ, որ կասեն իրենց ծնողական խոսքը եւ պարոն Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը։ Մնացած այլ խնդիրները կարծում եմ տեղավորվում են ժողովրդավարության նորմերի մեջ եւ մարդիկ ունեն խնդիր, ունեն ասելիք, հավաքվել են եւ ասում են իրենց ասելիքը։ Ցավոք թե բարեբախտաբար, ես կարծում եմ բարեբախտաբար այսօր Ազատության հրապարակը մարդաշատ չէ։ Եվ հուսով եմ, որ այս հատվածը, որը դժգոհ հատվածն է, կլինի իշխանության ուշադրության կենտրոնում եւ այդ խնդիրը կլուծի հենց իշխանությունը, այսինքն մարդկանց համար այնպիսի քայլեր կանի, որ այդ մարդիկ տեսնեն, համոզվեն, հավատան եւ թողնելով Ազատության հրապարակը վերադառնան իրենց ամենօրյա աշխատանքին։ Լավ, շնորհակալ եմ, մարդաշատ լինելու առումով կարծիքները տարբեր են, անցնենք հաջորդ հարցին, թեմայի տրամաբանական շարունակությունը։ Տիկին Եսայան, Ժառանգության խելացնոր ցուցակ, այս որակումներից խնդրում եմ զերծ մնացեք։ Ցուցակը ինչպես է գնահատում, արդեն իրենց քաղաքապետ են ընտրել, վարչապետ ունեն, ցուցակումով ասես չի հայտնվել, հիմա Ժառանգության քաղաքապետն է հավանական տեխնացու, թե ձեր։ Իմ կարծիքով սա խայտարակություն է, տունտունիկ են խաղում, պապան կա, մաման կա, բայց երեխեքն արդեն չեմ հասկանում։ Երեխեքն արդեն կան։ Ինչ պատասխանեմ սրան։ Ես կարծում եմ յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացած ցուցակ պետք է հարգել եւ պետք է ուղղակի մաղթել, որ Երևանի ավականու ընտրություններից
դժգոհություն չլինեն եւ մարդիկ ուղղակի գնան իրական ընտրության եւ լինեն այնպիսի արդյունքներ, որ հասարակության դժգոհ մասան չլինի կամ ավելի քիչ լինելու է իհարկե, բայց ավելի քիչ լինի։ Ինչ վերաբերում է ցուցակները խելացնորեն թե ինչպիսին, դա ուղղակի ճաշակի եւ որակումների խնդիր է, իսկ կարծում եմ բոլոր քաղաքական ուժերն ներկայացրել են իրենց հնարավորությունների եւ ունեցածին համարժեք ցուցակներ։ Ժառանգության քաղաքապետն է հավանական տեխնացու թե ձեր, այս տողին խնդրում եմ անդրադառնալ։ Ով որ կհաղթի նա է հավանական տեխնացուն, նա է հավանական քաղաքապետը։ Լավ, վերադառնանք ձեզ։ Մի քանի անգամ մտածել եք, թե ամոթ հաշվածը ձեզ երբևէ այցելել է, երբ ակտիվորեն պաշտպանում եք Թոխմախի մհերին ու գցում ձեր գործընկեր լրագրողին։ Երկիր մեդիայում կուրս եք ծեծում Սեդրակյանի համար։ Բաժե, ինչ եղավ ձեզ առավոտից, ուր հասակ, Արևիկ Հովհաննիսյան։ Սիրելի Արևիկ, հարգելի Արևիկ, թանկագին Արևիկ, կամ չգիտեմ, հարգարժան Արևիկ, որը որ ձեր ճաշակով է այդ մի մագդիրը խնդրում եմ ընդունեք ձեր անվան կողքին։ Իդեպ իմ փոքրիկ թորնիկի անունն էլ է Արևիկ, շատ լավ անուն է, իմ սիրած անուններից մեկն է։ Եթե ուշադիր նայել եք, այսինքն առանց լարվածության եւ առանց խանդի կամ կներեք նախանձի կամ չարության, եթե նայել եք Երկիր մեդիայի հեռուստա այդ հաղորդումը, որի ժամանակ ես ու Մեսրոպ Հարությունյանը խոսում էինք այդ միջադեպի մասին, ապա շատ օբյեկտիվ լինելու դեպքում կամ մի քիչ գոնե օբյեկտիվ լինելու դեպքում կտեսնեիք, որ ես որևէ մեկի համար կուրծք չէի ծեծում։ Եվ եթե կուրծք էի ծեծում էի հանուն լրագրության, հանուն ժուրնալիստիկայի։ Իմ ասելիքը այն էր, որ այդ միջադեպի համար մեղավոր են երկու կողմերն էլ։ Եվ ի տարբերություն որոշ վատատեսների, այսպես ասեմ, այդ հեռուստաեթերից բառացիորեն 2 օր հետո նույն Սեդրակյան մհերը հանդես եկավ հայտարարությամբ եւ ներողություն խնդրեց մհերից եւ կոնկրետ վերջերս նույն մհերները շատ ջերմ բարեկամական ընկերական այսպես հանդիպում ունեցան, որին իդեպ բոլորովին պատահաբար ես ներկա էի եւ այսպես մի քիչ կատակով պատմեմ, երբ որ տեսա իրենք մոտենում են իրար, ասեցի Մհեր ջան, ինչ կա, կանգնեմ կողքիդ Արշակյան Մհերին, ասեց ինչ մարդ մտածում ես, որ այս անգամ կողքից լինես, ասի հա մտածում եմ այս անգամ կողքիդ լինեմ եւ անկարգին կարգի հրավիրեմ, ասեց չէ, որևէ խնդիր չկա, նորմալ զրուցում ենք եւ նույնն էլ ասացի Սեդրակյան Մհերին, ասեցի ինչ որ միջադեպ չկա, ասեց չէ, որևէ խնդիր չկա, մենք երկուսս էլ մհեր ենք, իրար շատ լավ հասկացել ենք, իրենք շատ լավ ընկերական զրույց էին ունենում, իդեպ նստված իհարկե մնում է հասարակության մեջ այդ կարգի միջադեպերից, բայց ես ուրախ եմ, որ երկու կողմերն էլ ստապ գնահատեցին իրավիճակը եւ հիմա կարծեմ նորմալ հարաբերություն, չեմ ուզում ասել շատ լավ, բայց նորմալ հարաբերություններ ունեն եւ ելի եմ կրկնում իմ այդ հեռուստահաղորդման խնդիրը, անհանգստությունը ժուրնալիստիկան էր եւ ոչ թե այս կամ այն մհերը։ Լավ, ով է ազգային ժողովում ձեր մտերիմ ընկերուհին Շուշան Պետրոսյանից բացի փակագծերում երկուսդ էլ նման եք իրար։ Չգիտեմ ինչ առումով։ Երևի նկատի ունի ավելի կրթված կիրթ լինելը եւ այլն։ Ես ի տարբերություն Շուշանի ընդհանրապես երգել չգիտեմ, ձայն չունեմ երգելու, Շուշանը հրաշալի երգչուհի է եւ ես ուղղակի սիրում եմ իր արվեստը եւ բարձր եմ գնահատում։ Ինքը շատ գրագետ մարդ է, իդեպ ես ազգային ժողովում ունեմ շատ ընկերուհիներ, բոլոր կին պատգամավորուհիները իմ ընկերուհիներն են, մտերիմ ընկերուհի, որպես այդպիսին ազգային ժողովում չունեմ, բայց բոլորն էլ իմ ընկերուհիներն են եւ իմ ընկերներն են։ Լավ, ինչ անենք, որ պրծնենք կամ ՀՀԿ-ից կամ ժառանգությունից, համ ՀՀԿ-ից, համ ժառանգությունից, համ ՀԱԿ-ից, մի խոսքով բոլորից ականջներս դինջ ապրենք ու միայն մարդավերի գնահատված կյանք ունենանք։ Ձեզնից ՀՀԿ-ի ճիրաններից ազատվելու ձև կա կամ մեր երկիրն այդ ճիրաններից ազատելու ձև կա։ Դուք մի զգացեք ձեզ, ով է, էլի Արևիկն է։ Այո։ Արևիկ ջան, դուք ինչու եք ձեզ ինչ-որ ճիրանների մեջ դրել։ Ես ինձ ոչ մի ճիրանի մեջ չեմ դրել։ Ես լինելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինձ շատ ավելի ազատ եմ զգում եւ շատ ավելի ազատ եմ գործում, եւ եթե նույն իշխող ուժը որևէ խնդիր հարուցի, ես ձեզնից ավելի ընդդիմադիր կարող եմ կարծիք հայտնել, այնպես որ դուք ձեզ ինքներդ որևէ ճիրանի մեջ չի զգացեք։ Ինձ թվում է դուք ձեր անձնական ճիրանների մեջ եք զգում եւ ոչ թե որևէ այլ։ Լավ, Հայկ Դավթյան, տիկին, ես այն վերջին անգամ երբ եք Գյումրիում եղել, արդյոք դուք ձեզ ված չեք զգում, երբ համեմատում եք ձեր կուսակցության առաջնորդի խոսքերը, միլիարդների ներդրումներ ու հանրապետության երկրորդ քաղաքի ողբալի վիճակը Գյումրեցով աչքերի մեջ նայել եք երբևէ։ Իդեպ ես երկրորդ մասով մամայիս կողմից գյումրեցի եմ եւ չեմ ուզում այդքան ճոռոմացված արտահայտություններ անի ռադիոլսողը։ Ես Գյումրիում հաճախ եմ լինում եւ շատ լավ գյումրեցի ընկերներ ունեմ,
եւ կարծում եմ, որ այո, Գյումրին մեր բոլորի ցավն է, բայց այո նաեւ իշխանությունը ամենամեծ ներդրումները արել է հենց Գյումրիում եւ Շիրակի մարզում։ Այսինքն հայտնի ֆիլմի նման ուսուցչին քիչ է տվել, բանվորին քիչ է տվել, ինժեներին քիչ է տվել եւ ներդրումներ է արվել ամենաշատը Գյումրիում եւ Շիրակի մարզում։ Ուրիշ խնդիր, որ խնդիրները ամբողջությամբ լուծված չեն, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ Գյումրիում չեն արվել այդ ներդրումները, արվել են։ Լավ, անցնենք հաջորդ հարցին, քանի ժամանակը շատ քիչ է։ Թամարա Սահակյան, Տիկին Եսյան, դուք որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ գիտեք արդյոք օրենքի կառուցվածքը, նրա մասերի իմաստային ու գործառնական նշանակությունը, ու ինչ սկզբունքով եք քվեարկում օրենսդրական նախագծին կողմ կամ դեմ, եւ դուք որպես կին քաղաքական գործիչ ձեզ համեմատում եք Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Լյուդմիլա Հարությունյանի ու Հրանուշ Խարատյանի հետ, ու չէ՞ կարծում, որ պատգամավորական մանդատը նրանց ավելի իմաստալից կօգտագործեին նրանք, քան դուք։ Ով է։ Թամարա Սահակյան։ Զգում եք բոլոր այսպես մի քիչ չար հարցերը կանայք են տալիս, հասկանում եք։ Սիրելի Թամարա, իմ մանդատը փաստորեն ձեզ էլ է անհանգստացնում, շատ մտահոգ եք, որ ես մանդատ ունեմ։ Ինչու է այդպես։ Ինչու է այդպես։ Ուզում եմ հասկանալ, դուք ինչու եք այդքան վատ տրամադրված, երբ որ ես մանդատ ունեմ ու ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Իդեպ Թամարան այս նույն հարցը նույնությամբ ուղղել էր նաև Շուշան Պետրոսյանին։ Մի խնդրում հարցնավորից կարդայք ժամանակը։ Տիկին Եսյան, դուք որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ գիտեք արդյոք Իհարկե չգիտեմ, ես ինչպես կարող եմ իմանալ, Թամարա ջան, դուք դա շատ լավ գիտեք եւ ես ոնց կարող եմ հանկարծ իմանալ։ Ես ուղղակի չեմ ուզում պատասխանել, որտեղ ձեր հարց չէ, ձեր դիտարկում է։ Ինչ վերաբերում է ձեր թվարկած անուններին, ես Հրանուշ Խարատյանի հետ վաղուց չեմ հանդիպել, շատ վաղուց եւ մենք մտերիմ չենք ուղղակի, բայց երբ որ ես տարիներ առաջ աշխատում էի Պիոներ կանչում, շատ լավ ճանաչում էի նրա ամուսնուն եւ նաեւ Հրանուշ Խարատյանին։ Ինչ վերաբերում է Տիկին Անահիտ Բախշյանին եւ Լարիսա Ալավերդյանին, ես ուղղակի պատիվ ունեմ ասել, որ աշխատել եմ նրանց հետ, շատ բարձր եմ գնահատում նրանց եւ ես կարծում եմ, որ ես պակասված պատգամավոր չեմ եւ չեմ լինի, քան իրենք են եղել։ Այնպես որ լավ կլինի մի քիչ լավատես լինեք։ Ասում են, սկզբունքով եք քվեարկում օրենսդրական նախագծին կողմ կամ դեմ։ Ինչ սկզբունքով որ ուզում եմ, այդ սկզբունքով էլ քվեարկում եմ։ Լավ։ Անցնենք հաջորդ հարցերին։ Ունենք դեռ մի քանի րոպե։ Սիրով։ Աննա Շահնազարյան, ժամանակին ՀՀԿ-ին սուր քննադատում եք, ինչը դրթեց միանալ այդ քննադատված կուսակցությանը։ Ձեզ բացի պատգամավորական մանդատից ուրիշ ինչ են խոստացել։ Ես որևէ քաղաքական ուժի սուր չեմ քննադատել։ Այնպես ինչպես հիմա ռադիոլսողը նկատի ունի։ Ես ներկայացրել եմ այս կամ այն քաղաքական ուժի կամ բոլոր քաղաքական ուժերին այնպես ինչպես իրենք կան։ Եվ ինչ են խոստացել ինձ։ Մանդատից բացի ուրիշ ինչ են խոստացել։ Այսպես կատակով պատասխանեմ, բայց հաստատ լուրջ եմ ընդունելու շատ բաներ։ Սա կատակով։ Արթուր Բարսեղյան, Տիկին Եսյան, վերջերս Գեղարքունիքի մարզ էր եկել Ռաֆի Հովհաննիսյանը։ Կուզեի իմանալ ձեր կարծիքը Սևան քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Սևանի գործող քաղաքապետը վիճաբանության մեջ էր մտնում Հովհաննիսյանի հետ, ապա նաև քաղաքացիների հետ ընտրությունների արդարության հարցի շուրջ։ Իդեպ իր ուրախություն ռադիոլսողների ասեմ, որ մյուս կեսով էլ ես Քյավառցի եմ, այնպես որ դա իմ հայրենիքն է, այսպես հորական կողմից։ Մանրամասներին այդ միջադեպի տեղյակ չեմ, բայց կարծեմ Ռուբիկ Հակոբյանի հետ է տեղի ունեցել, Ռուբիկ Հակոբյանն իմ համակուրսեցին է, իմ լավ ընկերն է, եւ ես կարծում եմ ուղղակի դա մի միջադեպ էր, որտեղ երկու տղամարդ ուղղակի չեն կարողացել իրենց զսպել, եւ քաղաքականությունը դրա մեջ բացարձակ կապ չունի։ Սարգիս Հակոբյան, այս հարցը ուղղել էր նաև Շուշան Պետրոսյանին։ Հաշվի առնելով այն փաստերը, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանում կյանքը վատացել է մի քանի անգամ, աղքատություն, գործազրկություն եւ այլն։ 2008-ի Սարգսյանի նախընտրական ծրագրի համար ոչ մի կետ չի իրականացվել մինչև այժմ։ Այստեղ մի քանի օրինակներ, գիտեմ, որ կշեշտեք Ղարաբաղի հարցը, ասելով, որ նա միակ մարդն է, որ կարող է լուծել Ղարաբաղի խնդիրը։ Արդյոք արժե այդքան թանկ վճարել։ Գիտեք, Ղարաբաղի խնդիրը մենք բոլորս միասին պիտի լուծենք։ Եվ եկեք որևէ խնդիր մեկ հոգու ուսերին մենք չթողնենք։ Դա մեր բոլորի խնդիրն է եւ մեր բոլորի լուծելիք խնդիրն է։ Ինչ վերաբերում է երկրի վիճակը կամ ինչ որ վատացել է, չգիտեմ ինչ, այո, մենք ունենք խնդիրներ, որևէ մեկը չի ասում, որ մենք խնդիրներ չունենք, բայց մենք ունենք նաեւ այդ խնդիրների աստիճանական լուծում եւ ուղղակի մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել։ Վերջում այսպեսի հարց կա, եթե կցանկանաք պատասխանել, խնդրեմ, եթե ոչ, ավարտենք։ Մարտի 8-ին ինչ գեղեցիկ անակնկալներ ունեցաք աշխատավայրում, տանը, ընկերների շրջապատում։
Իդեպ չգիտեմ ձեր ռադիոլսողը ինչպես կընկալի, բայց սա ուզում եմ անպայման ասել։ Երբ որ ես լրագրող էի մարտի 8-ին քաղաքական գործիչները ինձ ավելի այսպես բանով էին շնորհավորում ծաղկեփնջեր եւ այլն եւ այլն եւ այլն, քան երբ որ հիմա քաղաքական գործիչ եմ։ Հիմա սրա կշահարկեմ իհարկե այս նախադասությունը, ինչ որ ես հիմա հնչեցնում եմ, այդուհանդերձ որևէ անակնկալ չեղավ, ամեն ինչ բնականon հունի մեջ էր եւ ես ստացել եմ շատ շնորհավորանքներ եւ շատ ծաղիկներ, այնպես որ ես շնորհակալ եմ այն ամենից, այն բոլորից, ովքեր ինձ շնորհավորել են, ինքս նույնպես շնորհավորում եմ բոլոր կանանց միամսյակի առիթով եւ մաղթում եմ, որ կինը որքան էլ գտնվի քաղաքականության մեջ, որքան էլ քաղաքականացված լինի ազգային ժողովում, թե ազատության հրապարակում, թե ընդհանրապես իրենց տանը, երբեք չկորցնի իր կանացիությունը, իսկ կանացիության գլխավոր հատկանիշը ես համարում եմ բարությունը եւ մաղթում եմ բոլոր կանանց ուղղակի բարի լինել եւ բարությամբ նայել աշխարհին ու շրջապատին։ Շատ շնորհակալ եմ, 3 րոպե ունենք, չգիտեմ կհասցնենք թե չէ, բայց Մերի Ալեքսանյանը այստեղ հարց եղել ընտանեկան բռնության օրենքի նախագծի մասին, որը հավանության չի արժանացել կառավարության կողմից ու չի մտել ԱԺ։ Որպես կին, որպես падգամավոր ուզում եմ իմանալ ձեր կարծիքը։ Հայաստանի համար ընտանեկան բռնության խնդիրը ինչ առաջնահերթություն ունի, մեզ պետք է առանձին օրենք ունենալ, թե ոչ։ Իմ կարծիքն է, որ առանձին օրենքի կարիք չկա, անկեղծ ասած, վերջերս ես հարցազրույց էի տվել ֆրանսիական ռադիոկայաններից մեկին եւ այնտեղի լրագրողը, որը Ֆրանսիայից ուղղակի այսպես ահռելի բաներ էր ասում, որ ահա որ բան է կատարվում Հայաստանում, կանայք ահա որ վատ վիճակում են եւ այլն, ես շատ զայրացա եւ ասացի, որ նման բան չկա։ Ինքը ամբողջ հաղորդման տրամաբանությունը փոխվեց այդ ընթացքում, որովհետեւ այո նման բան չկա։ Հայերը միշտ եղել են կնամեծար, հայ կանայք միշտ եղել են ուժեղ, խելացի եւ համարձակ եւ տղամարդկանց կողքին հավասար կանգնած է եղել։ Եթե կան 1-2 դեպքեր էլ, ուղղակի դա պետք է լուծում ստանա, բայց չեմ կարծում, որ օրենքի ձևով։ Լավ, շնորհակալ եմ, ունեք ավելացնելու որևէ բան։ Չէ, շնորհակալ եմ բոլոր ռադիոլսողներից հնչեցրած հարցերի համար, շնորհակալ եմ Ազատություն ռադիոկայանին, որ հանել է բոլոր այն հարցերը, որոնք հայոյանք, թշնամանք եւ իսկ այդպիսիք շատ կային։ Ուղղակի ես խնդրում եմ մենք վերադառնանք բոլորս միասին վերադառնանք առողջ բանավիճային դաշտ, որովհետեւ Համլետի ասած այդ մենք էլ կարող ենք անել, բայց ուղղակի դա մեզ ոչ միտեղ չի տանելու, եկեք վերադառնանք գրագետ, համերաշխ եւ դեպի բարին տանող բանավեճի դաշտ։ Շնորհակալություն բոլորից։ Շնորհակալ եմ, մեր հյուրն էր Մարգարիտ Եսյանը, հաջողություն։